Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Armix News YouTube-յան մեր ալիքի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Արագորեն դիմեմ մեր այն սիրելի ունկնդիրներին, ովքեր արդեն հետևում են մեր ալիքի թողարկումներին, բայց դեռ չեն հասցրել հանգամանքների բերումով բաժանորդագրվել Armix News YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որի համար հայտնում եմ իմ կանխապ շնորհակալությունը։ Այսօր մեր տաղավարում է թատրոնի եւ կինոյի սիրված արտիստ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Բարև ձեզ, պարոն Ալեքսանյան։ Աստծո բարի։ Եվ շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը եւ եկել եք մեր տաղավար եւ հպարտորեն ասեմ, որ մեր հաղորդաշարի առաջին հյուրը Անդրանիկ, այսպես մեկնարկի հյուրը դուք եք եղել եւ որի համար շատ ուրախ եմ։ Ես եմ շնորհակալ։ Այսօր խոսենք մեր ցավերից, մեզ պատած ցավերից, պարոն Ալեքսանյան։ Ինչպես ասում էր մեծ բանաստեղծը, ձեզ պատած ցավը ինձ էլ է պատել։ Անկախ մեր քաղաքական անգամ ինչ որ հարցերում կամ քաղաքական հանրային հարցերում ունեցած տարաձայնություններից երևի թե երկուս էլ մի հարցում նույնակերպ ենք։ Մտահոգությունն է այսօր շատ մեր հասարակության մեջ, մի տեսակ բարոյական արժեքներն են կարծես թե մեր ձեռքից գնում, կորցնում ենք այդ բարոյական արժեքները, եւ սա չտեղավորենք իմ ասածը նեղ կուսակցական անձնավորված ինչ որ ձևաչափի մեջ։ Ինչի էսպես եղավ, պարոն Ալեքսանյան, ըստ ձեզ որպես հայ մտավորական։ Դե նախ բարի երեկո, հարգելի հանդիսատես, հարգելի մամուկ, հարգելի աշխատակիցներ, մաղթում եմ բոլորին առողջություն, հաջողություն, լիքը սեր եւ երջանկություն։ Տեսեք, մենք քաղաքակիրթ լինելուց բացի, բարոյականությունից զրկվելուց բացի, մենք ձեռք բերեցինք այս տարիների ընթացքում նաեւ վախ։ Այսինքն կորցրեցինք սերունդ, որի որ հավատքը գողացավ, որի որ ոտնահարվեցին, այսպես ասած, արժեքները, հայկական, ասեմ, թե մարդկային, թե բարձր արժեքները, մի խոսքով բան ստեղծվեց, մի քաոս ստեղծվեց, որտեղ որ անհրաժեշտ էր վերացնել այդ ամեն ինչը, ազգայինը, քաղաքակրթությունը, հավատը, ոտնահարել թե եկեղեցին, թե մարդու, թե ինքնությունը մեր, որովհետև ասենք, քեզ ձեռնտու չէր, որ ես լինեմ մտածող եւ բանիմաց հասկացող մարդ, որովհետև քեզ դժվար կլներ ինձ կառավարել։ Ուզում եք ասել, փորձեցին ձևավորել չմտածող, հա, զոմբի, ինչպես այսօր բառն է ընդունված, զոմբի մարդկանց ինչ որ կամ բիոմասսա, ինչ որ մի հասարակություն։ Ավելի շուտ բիոմասսա, որովհետև զոմբի չեմ կարող ասեմ, որովհետև բոլորը խոսում են ժողովրդի անունից։ Ասում են ժողովուրդ, բայց ժողովուրդը ո՞րն է։ Ո՞վ է ժողովուրդը։ Քո խմբակցությունը, Պողոսի խմբակցությունը, թե Պետրոսի խմբակցությունը, թե այն խմբակցությունը, որը որ չի մասնակցում այս ամեն ինչին, այս թյուրիմացությանը։ Հասկանում եք։ Ժողովրդի անունից Թումանյանն ասում է գգան եւ ժողովրդի անունից կխոսեն։ Ու այսօրվա օրով ես գիտեք ինչի վրա եմ շատ զարմանում, ժամանակին, երբ որ արվեստագետներին, երբ որ դերասաններին, նկարիչներին, քանդակագործներին ասում են ինչի՞ չեք ձայն բարձրացնում։ Ասում է ես իմ գործն եմ անում, ասում է։ Ես ինչ գործ ունեմ քաղաքականության հետ։ Եկեք մի փոքր անդրադառնանք մեր պատմությանը, տեսնենք, որ Հովհաննես Թումանյանը զբաղվել է քաղաքականությամբ, Կոմիտասը զբաղվել է քաղաքականությամբ, Անդրանիկը զբաղվել է քաղաքականությամբ։ Այսինքն ես իմ գործն եմ անում, ես գործ չունեմ քաղաքականության հետ։ Ինչ է դա նշանակում։ Այսինքն դու գործ չունես քո երկրի ճակատագրի հետ։ Դու գործ չունես քո սերունդների ճակատագրի հետ, դաստիարակության հետ։
դու չես խառնվում այդ ամեն ինչին, թողնում ես բախտի կմաճույքին, քո սերունդների, քո արմատի մազանոթների դաստիարակությունը, թե պարտքեր ես կուտակում քո սերունդների գլխին, քո գործ չանելով։ Ես չեմ կարող այդպես ապրել, չմասնակցեմ իմ երկրի կառուցմանը, իմ երկրի ստեղծագործական միջավայրին, շինչառությանը։ Ես մի երկու բառ եմ ուզում ասեմ, որտեղ որ Կոմիտասը, Հովհաննես Թումանյանը եւ բանը Անդրանիկ Զորավարը ինչ են ասում, նախ նրանք ինչ են զգուշացնում, պետք է նախ բոլոր հայերը խմբվեն մեկ տերության տակ, մեկ օրենքի տակ, աճեն ու զարգանան բարոյապես եւ նյութապես, եւ ապա ժամանակն ինքն է որ պիտի բերե մեզ մեծ ազատությունը, շտապելով առաջինը չառած երկրորդ քայլի դիմելով բոլորովին պիտի կորչինք։ Թուրքերին ոչ մի հույս, թուրքերին ոչ մի հույս, մի ունենակ, մի սպասեք, թուրքերից ներողություն։ Երեքն էլ զբաղվել են իրենց մասնագիտությամբ։ Կոմիտասի մասնագիտությամբ, Հովհաննես Թումանյանի իր մասնագիտությամբ, դարձել են հայ ազգի ականավոր դեմքերից, հայ ազգի մշակույթի մեծերից։ Ու այսօրվա ես դրա համար եմ ասում, այսօրվա չեմ հասկանում այն մարդիկ, ովքեր որ զբաղվում են մշակույթով, իրանց ասել է որ դա իմ գործը չի։ Ես զբաղվում եմ քանդակագործությամբ, ես զբաղվում եմ դերասանությամբ, ես զբաղվում եմ երգով, ես զբաղվում եմ նկարչությամբ։ Չի կարելի։ Չէ որ նկարչությամբ էլ կամ թատրոնով էլ չէ, ինչ որ մի բան պետք է ասես, մի գաղափար պետք է։ Էլի թող ասի, բայց դու իրավունք չունես չարտահայտվելու քո երկրի ճակատագրի համար, քո սերունդների համար։ Դա չի կարելի այդ տեսակ մտածելակերպով ապրել։ Ռուսերեն կներեք ասեմ, բայց հետո կթարգմանենք։ Մայախատը սկրայու, հա։ Իմ ցանկությունը կողքից ես գործ չունեմ, թողեք ինձ հանգիստ։ 15 միլիարդով պետք է փակի։ Քո թորնիկը։ Այդ դու որ չես ուզում զբաղվես քաղաքականությամբ, քո թորնիկը կփակի 15 միլիարդ պարտքը։ Իսկ եթե ես զբաղվեմ քաղաքականությամբ, միգուցե, չէ։ Եթե դու զբաղվես քաղաքականությամբ, դա կլինի արդեն հասկանում եք, դա այնպես չլինի, որ ասենք Պողոսյան Պետրոսը ինձ տալիս է գումարը, ես պետքա ելույթ ունենամ իր կողմից։ Ոչ, նոր կարդացի, միասնության եւ մի օրենքի տակ պետքա գործվի, որպեսզի կարողանանք հասնենք այն ազատությանը, թե տնտեսական, թե բանակի առումով եւ հետո Աստված ողորմած է, կտեսնենք վերջը հետո ինչ կլինի։ Ժողովրդավար գործիչները կասեին, այ այդ միասնությունը մեզ հիշեցնում է ֆաշիստական միասնություն, այսինքն չի կարող ամեն հասարակության յուրաքանչյուր անդամ մտածել նույնակերպ է մյուս անդամի պես։ Պետք չի մտածել։ Այ այստեղ տարբերությունը հասկանանք ձեզ հետ միասին, ահա։ Տարբերությունը նրանում է, միանման պետք չի մտածել։ Պետք է ուղղակի մտածել ոչ թե այսօր մորթուս հետո որդուս, այլ պետք է մտածել այսօր որդուս, հետո նոր մորթուս։ Այսինքն ավելի պարզ բացեմ փակագծերը, պետք չի մտածել, որ դու ինպես պետքա մտածես, դու պետքա մտածես քո երկրի, քո սերունդների մասին։ Այդքան որ մտածես ու ճիշտ մտածես, որ քո սերունդը պետքա լավ ապրի, քո սերունդը պետքա ազատ ապրի, քո սերունդը պետքա անհոգ ապրի, քո սերունդը պետքա խաղաղ ապրի, ինձ թվում է այդ ժամանակ արդեն կլինես միասնական։ Ես չգիտեմ ինչի ձեր էս լավ խոսքերը, պարոն Ալեքսանյան, ինձ հիշեցրեցին Սարոյան եղբայրներ ֆիլմը։ Այն որ ասում է Հայկը, չէ, ասում է մտածում եք, այն ամեն շաբաթ փոխվող մինիստրն էլ մտածում, հիմա բոլորն էլ կասեն մտածում եք, չէ։ Բոլորը կասեն մտածում, որ քաղաքական գործ չի, որ հանրային գործ չի, հարց տաս, չէ։
կասի մտածում ենք իհարկե մենք մեր գործով ենք անում, ասեմ ինչի է դա այդպես։ ինչի է դա։ Այս կուսակցությունը մտածում է ինքը իր ձևով, իր գաղափարներով։ Այս կուսակցությունը մտածում է իր ձևով, իր գաղափարներով, այնի նրանով։ Չկա մի ազգային գաղափարախոսություն, որ բոլորին կարողանա հավաքի իր շուրջ։ Այսինքն, ասելիքս որն է, որովհետև այստեղ բոլորը օտարերկրագործակալներ են, որոնք ոչ թե երկրի ու ժողովրդի մասին են մտածում, այլ մտածում են իրենց աթոռի մասին։ Ուրիշ էլ տարբերակ չկա։ Այս երբ որ մտածես երկրի մասին, քո ժողովրդի մասին, քո հասարակության մասին, քո ազգի մասին, այդ դեպքում կլինի մի օրենք։ Գտնում եք, որ բոլորը կամ գրեթե բոլորը, եթե սխալվում եմ դուք ինձ ուղեք, օտարերկրագործակալներ են, այսինքն այն ուզում եք ասել գուցե այն կարևորագույն դեմքերը, որոնք մեր երկիրը պետությունը փորձում են ուղղորդել, նրանք իրապես հայկական շահերով չեն առաջնորդվում։ Կներեք, ես պետք է ասեմ, բայց դա ինձ թվում է ռուսերեն ասում է «ежу-ясно»։ Միթե հասարակությունը, ազգը, ժողովուրդը չի տեսնում դա։ Ինձ թվում է շատ պարզ է իրավիճակը։ Շատ պարզ իրավիճակ է։ Եթե ասենք տեսնում է ինչ է անում, որ դուք ինչ անում։ Էլ եմ ասում, բոլորը իրենց գաղափարախոսություններով, իրենց ստամոքսներով մտածում են այդ դրա մասին, մտածում են ինչպես գրավեն հայոց գահը, ինչպես հարստահարվեն։ Եվս մի կարևոր տեղ եկաք, այսինքն բոլորը առաջի հերթին չեն մտածում գլոբալ խնդիրների մասին, հա, երբ ուզում եք խորքային խնդիրների, համազգային, այո, դրանով հանդերձ խնդիրների մասին մտածում ենք, ես այսօրվա իմ հացի հարցը լուծեմ, իմ տան, իմ երեխեքի հարցը լուծեմ, դե մնացածը տեսնենք, էլի, Աստված մեծ է, հա։ Երևի այս մտածողությամբ ենք մենք։ Երևի թե։ Գիտեք ինչ եմ ես դա ասում։ Եմ ասում շատ միթե մարդ պետք է կույր լինի, որ չտեսնի այս ամեն ինչը։ Լավ, վերցնենք օրինակի համար։ Հա, հետո կներեք ասում են, ինձնից ինչ է կա, ես այսքան անում եմ, բայց ինձնից ինչ է կախված։ Այն մեծերը արդեն սցենարը գրել են եւ իրականացնում են այստեղ արդեն։ Ես ինչ անեմ։ Տեսեք, ես փոքր մարդ սցենարը գրել են 8-10 տարի առաջ, սցենարը իրականացնում են, այո, 8-10 տարի առաջ, բայց կա ժողովրդական լավ խոսք, գեղ կանգնի, գերան կկոտրի։ Եվս մի եզրակացություն։ Ահա, հիմի տեսեք, ես հենց այնպես չասեցի, որ բոլորը հանդես են գալիս ժողովրդի տեսանկյունից։ Ժողովուրդն էսպես է ուզում, ժողովուրդն էսպես ասեց, ժողովուրդը, իր ժողովուրդը, նրա ժողովուրդը։ Այսինքն մեզնից էլ ինչ-որ մի բան, մեր գեղից ինչ-որ մի բան կախված է, ուզում եք ասել։ Հենց այդ գյուղը պետք է արթնանա։ Հենց այդ գյուղը արթնացավ, էլ ասում գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Այսօր լավ գնում ենք առաջ, ով կարթնացնի, պարոն Ալեքսանյան։ Այդ գեղը, տեսեք, այդ գյուղը, քնած հասարակությունը։ Շատ հասարակ բան եմ ասելու։ Երբ որ մարդը մտածի, որ ինքը մահկանացու է, եւ ու կան բաներ, որոնք որ ասենք մահկանացուների հասանելի չի, ուղղակի ականջ եւ աչքեր ունեն, պետք է կարողանան ունակություն ունենալ ընկալելու, ոչ թե մենակ լսելու, այլ ընկալելու մարդկանց խոսքը, ովքեր որ մի փոքր ավելի գիտեն սովորական կյանքից, այսինքն մի փոքր ավելի են շփվում, կարող եմ ասել, անդրաշխարհի հետ, աներևույթ աշխարհի հետ։ Այսինքն ես հասկացա էլի ձեր մտքից, որ իրենք էլ պիտի լինեն խորքային մտածողներ, բայց իրականում խորքային մտածողներ կամ չկան, կամ էլ այնքան քիչ են, որ չեն կարողանում որակական կշիռ ստեղծել հասարակության մեջ։ Տեսեք, եւ որակական փոփոխություններ իրականացնել։ Էլի եկանք հասանք նրան, որ ինչքան է 35 տարի է, չէ՞ մոտավորապես, որ այդ 88 հեղափոխություն, երրորդ հանրապետություն, հա, եւ այլն, եւ այլն։ Հա, մի քիչ տեսեք, հա, ինչ կատարով ավելի։ Գարեգին Նժդեն ասում էր, պետք է վերադասիլակել հասարակություն։ Այդ 35 տարվա մեջ այնպես դասիլակեցին հասարակությունը, որ առաջացրին ատելություն միմյանց ատել, չսիրել միմյանց, բաժանեցին սև ու սպիտակի,
Այսինքն վերածեցին ինձ ու քեզ դարձրեցին թշնամիներ, հանուն ինչի, հանուն աթոռի, հանուն ինչի, որ այդտեղից սնվեն, եւ հանուն ինչի, որ ազգդ վերացնենք, մշակույթը վերացնեն։ Չերչիլը որ հարցրեց, ասեց, բա ուր է փոբանը մշակույթի փողերը, ասեց սերբա չէ որ մենք պատերազմում ենք, ասեց բա ես ինչի համար եմ պատերազմում, չկա, մենք պատերազմ չունենք մշակույթի համար, մեր մշակույթը վաղուց ի վեր դարձել է կազինոները, դարձել են առևտրականությունը, մեր մշակույթը գողացվել է, տարվել է, գողանում են, տանում են, ու տեղ չկա։ Այդ տեսեք անգլիացիները կներեք ձեր խոսքը շաքարով, իրենց անհատին լսեցին, չէ, երևի թե Չերչիլին, հա, եւ եթե կարողացան իրենց մշակույթը պահել, կարողացան նաեւ հասարակության բարոյական դեմքն ու դիմագիծը պահել։ Եվ մենք էլ ասենք ունեցել ենք նժդե, ունեցել ենք էլի բազմաթիվ կարկառում մտավորականներ, դուք խոսեցիք Կոմիտասի մասին, Եկմալյանի մասին խոսենք, Թումանյան, չգիտեմ Իսահակյան, ասենք նրանք էլ են, չէ, խելացի բաներ ասել, մտավորականին բնորոշ մտքեր արտահայտել, ինչու մեր հասարակությունը չի լսել եւ չի դարձել լայն իմաստով ըստ ձեզ մտավորական հասարակություն, մտավոր խորքային հասարակություն։ Շատ տարիների չարչարանք եւ արդյունքի շնորհիվ որ մենք դարձանք այսպես։ Այսինքն վաղուց ի վեր սկսեցին հայ ազգին բաժանել։ Կարելի ասել Տիգրան Մեծից հետո սկսեցին հայ ազգին բաժանել։ Ասեցին արևմուտքը Հայաստանից ես դու, ես արևելը Հայաստանից եմ, նա պարսկահայ է, իսկ նա ամերիկահայ, այս մեկը ռուսահայ է, ինքը Ղարաբաղցի է, սա Հայաստանցի է, Ղարաբաղցին թուրք է, հա, նույնիսկ, ինչ ուզում են ասեն, դուք տեսեք ոնց բաժանեցին, ոնց կորիզը գցեցին, Պողոսի մեջ, Պետրոսի մեջ, քո մեջ, իմ մեջ, այն մյուսի մեջ, այն մյուսի մեջ, որ սատանայական չէ այդ բանը գցեցին, սատանիզմ տիրելու բաժանեն, բաժանեցին, որպեսզի կարողանան հեշտությամբ տիրեն, բայց չիմանալով էլի մեկա, չիմանալով չնայած լավ գիտեն իրան, բոլորն ու շատ լավ գիտեն, ովքեր որ այդ աշխատանքով տոգորված են, ովքեր որ զբաղվում են այդ աշխատանքով, ովքեր որ ցանկանում են տիրել ու դառնալ ընտրյալ, իրանք շատ լավ գիտեն, որ իրանք չեն ընտրյալը, իրանք լավ գիտեն ընտրյալը ով է, այդ դա ուղղակի աղճատեց, բաժանեց, քո մշակույթը, քո հասարակությանը, քո ժողովրդին, քո ազգին, քո գիտությունը, քո մշակույթը, սենց բաժանեցին բոլորը, ամբողջը բաժանեցին, որպեսզի դու չկարողանաս պատերազմել քո մշակույթի համար, որպեսզի քո մշակույթը կործանեմ ու դու չունենաս մշակույթ, իսկ մշակույթ չունենալը նշանակում է չլինել երկրագնդի մի մասնիկը։ Եզրակացությունների եք բերում ձեր մտածողությունը, ձեր մտքերի շարադրանքը, այո, այսինքն մշակույթով կործանելով մեզ, մշակույթով թուլացնելով, քայքայելով մեզ, այդ երևույթական եւ աներևույթական ուժերը երևի հասան մի նպատակի, որովհետեւ մեր ներսը թուլացրեցին։ Բայց ինչպես կասել էլի այստեղ ես էլ հիշեցի Թումանյանին, որ ասում էր ներսից ենք, չէ՞, փտած։ Փրկությունը պիտի գա ներսից։ Ինչ եք կարծում, հիմա էլ պիտի փրկությունը գա ներսից, թե այո, ես միշտ ասել եմ, պիտի ինչ-որ խթաններ նաեւ լինեն, որ ներսը համախմբվի։ Ես միշտ ասել եմ ու էլի կկրկնեմ։ Նախ պետք է զբաղվել հասարակ։ Տեսեք, ել եմ ասում, իրանք ինչ արեցին, գցեցին այդ փչացած կորիզը գցեցին, որպեսզի այդ փչացած կորիզը մնա, փթի ու իրանք ավելի հեշտ կարողանան այդ կորիզին տիրեն եւ այլն։ Դա նույն բանն է, հիմի ձեր ասածով եմ ասում, հիմի Գարեգին Նժդենք ասեր, պետք է զբաղվել հասարակությամբ վերադաստիարակությամբ։ Այսինքն պետք է կրթել հասարակություն, դաստիարակել հասարակություն, որպեսզի մենք
այն ինչ որ մեր ձեռքից խլետ արել են, մեր սերունդների, մեր երիտասարդներին թույլ չեն տվել իմանալու, ավելի խորը հասկանալու։ Մենք պետք է կարողանանք վերադարձնենք։ Իսկ դրա համար պետք է ազգային ուժեր, որոնք կարողանան այդ ամեն ինչը կազմակերպել։ Ես հիմա նայում եմ, իրոք նայում եմ կրկես, որովհետև այս կրկեսը ինչ որ հիմա կատարվում է, էլի բան ասեմ, տեսեք, ես ինձնից բան չեմ հնարում, ես ինձնից բան չեմ մտածում ասում։ 7-8 տարի է, չէ, կարծեմ իշխանությունը աշխարհի 8 տարուց ավելի։ 8 տարուց ավելի։ Այդ 8 տարուց ավելի ժամանակահատվածում այս նույն կուսակցությունները, ովքեր որ պայքարում են, չէ՞ հիմի, ազգային ժողովում են գտնվել։ Այսինքն 8 տարի իրանք չեն պայքարել ազգային ժողովում հանուն ազգի, հանուն մշակույթի, հանուն մեր ինքնության։ Հատկապես կան մարդիկ տարբեր կուսակցություններում, ովքեր որ երբ որ ժողովուրդ ինքնաբուխ դուրս եկավ փողոց, հանք ժողովրդի խաբեցին, նորից ման բերեցին փողոցներ ու ուղարկեցին տուն։ Հիմա այդ մարդիկ նորից բարձացել են, ուզում են նորից ընտրություն անեն, նորից մասնակցեն էլի ընտրություններին, այսինքն եթե դու համաձայն չէիր այն ժամանակ 8 տարի առաջ, ու կարայք չէ մանդատը դնեիր, հեռանայիր, գնայիր, չհամաձայնվեիր։ Եթե դու համաձայն չէիր, ընտրություններին ինչի եկար մտար, որ նորից ընտրություն, նորից ազգային ժողով գնաս, հա? Նորից թողնես այդ ամեն ինչը։ Այսինքն ասում են չի ստացվել մեզ մոտ։ Չէ, հնարավոր չէր։ Ուժային բալանսը անարդար էր։ Ուրիշ խնդիր կա այստեղ։ Էլ եմ ասում, ռուսերեն պետք է ասեմ, դա եժու ասնա։ Ձեռը լվանում, երկու ձեռը երեսա լվանում։ Այո։ Հիմա ես դրանից ենքում բան չեմ կարող մտածել։ Բայց այդքան այն 8 տարի առաջ դու համաձայն չէիր մտար որպես ընդդիմադիր, բայց աշխատեցիր 8 տարի պարգևավճար ստացար։ Հիմա դուրս ես եկել նորից բանի ընտրությունների, նորից բանը ցիրկ է կազմակերպել։ Ես ժողովրդին եմ մեղադրում։ Իրանք մեղ չունեն։ Հալալա իրենց, որ կարողանում են այս հասարակությանը, այս ժողովրդին կարող են մատի վրա խաղացնել, որովհետև տեսնում են, որ անգրագետ հասարակությունը իրենց դեմ կանգնած։ Ու հետո ժողովրդական լավ խոսք ասում, չտվող չկա, կա լավ ուզող։ Դա Ելցինի բանն էր, խորհրդականն էր ասում, ով հարս ունի նա է փեսա։ Հիմա իրանք տեսել են, որ հարսա, լավ էլ հարսա։ Բոլորն էլ օգտագործում են այդ հարսին։ Հարսին օգտագործում են ասել։ Նայեք, տեսեք, ելքը փոխաբերական իմաստով։ Ելքը նրանում է, որ պետքա գյուղը կանգնի, որ գերանը կոտրի։ Էլ եմ ասում։ Այս ամեն ինչը շատ փոքր թիվ է կազմում։ Կներեք։ Ասենք շատ լավ միտք է ժողովրդական, խոհափիլիսոփայական գեղ կանգնի գերան կոտրի, համաձայն եմ ձեզ հետ։ Երևի թե չեն կարողանում գուցե այդ ուժերը իրենց այլընտրանքային գաղափարները տեսանելի ձևով հիմնավորել ժողովրդին, բացատրել, հասկացնել, ժողովրդին գրավել, այ 2018-ին ոնց հաջողվեց, ասենք Նիկոլ Փաշինյանի եւ նրա խմբին։ Ինչ որ ձևով հաջող հիմա ով ինչ ասի, դրսից է, ներսից է, վարկածներ քաշեն բան եւ այլն, մենք չգիտենք, շատ բան չգիտենք։ Թագավորների սուտը, դեղորայք է կերց, իսկ խեղճ ժողովուրդը, հիվանդ ժողովուրդը խմում է այդ դեղը եւ բտանում։ Ուիլյամ Շեքսպիր։ Անճարեղ է։ Անճարեղ ասված։ Այո։ Դրանից ենքով էլ բան չես կարող ասես։ Պետքա ելեմ ասում, պետք չի լսել, պետքա ընկալել ասածը։ Ուրեմն չեն կարողանում կարգին սուտել հնարել, հա, փաստորեն։ Ես շատ լավ սուտ է հնարում են լավ։ Եթե լավ լիներ ընդդիմադիրները, այ դուք ասում եք 8 տարի չկարողացան։ Ընդդիմադիր չկա։ Չկա։ Սուտ է։ Ընդդիմար չկա։ Չկա ընդդիմադիր ու այդ տեսակ բան չկա։ Ուշադիր նայեք ովքեր են։ Ով ում է ընդդիմադիր, ով ում բարեկամն է, ով երբ եկավ, երբ գնաց, ով երբ մտավ ազգային ժողով։ Շատ ուշադիր որ նայեք ամեն ինչ կտեսնեք, ամեն բան կտեսնեք։ Ու հետո հասարակությանը ես գիտեք ինչ եմ մեղադրում, որովհետև հասարակությունը շատ տարօրինակ բան եմ ասել, բայց այդպես է։ Ինձ թվում է դուք էլ կգաք այդ համոզման էլ իմ ասածից հետո։
Հասարակությունը 5 կիլոմետր ասֆալտը շփոթում է հայրենիքի հետ։ Եթե ես 5 կիլոմետր ասֆալտ եմ արել, դու հայրենիք ասում ես Դրանով գրավվեց ձեզ հասա, բայց գիտեք ոնց է, պարոն Ալեքսան, ասֆալտը ասֆալտ, հասկացանք, ոմանց համար գուցե այդ պետք է ասֆալտ, բայց ժողովրդի այն զգալի մասը, որ այսօր դեռևս չի ապրում լավ, դեռևս շատ վատ ապրող մարդիկ կան մեր երկրում, մեր հասարակության մեջ, մտածում են, լավ, այս ասֆալտով հո իմ փորը չի լցվելու, այս ասֆալտով հո իմ եկամուտը չի շատանալու, քո իմ 50,000 դրամը ամսական, ասենք օրինակի համար, չի դառնալու 550,000 դրամ, որ ես ապրեմ անհամեմատ ավելի բարեկեցիկ։ Բա ինչի, որ ասում եք ժողովուրդն է մեղավոր։ Այդ ժողովուրդը ինչի չի կարողանում ոտքի կանգնել, ասենք, եթե հասարակության մեջ այսքան ամեն ինչ վատ է, այսքան ամեն ինչ փիսա, այդ ինչի չի կա։ Թե երևի թե կանգնեցնողներն են վատ աշխատում, ժողովուրդն միշտ սպասում է, որ ինչ-որ անհատներ գան իրենց համախմբեն։ Ուղղակի պետք է ոչ թե ասֆալտով չափես քո հայրենիքը, այլ պետք է քո հայրենիքը ընկալես այնպես, ինչպես որ հայրենիքն է։ Հայրենիք բառը ինքը իր մեջ ինչ է պարունակում, ինքը իր մեջ հո ասֆալտ չի պարունակում։ Հա, որքանով որ հայրենիքը իմն է, եպես այդ հայրենիքում կարողանում է ոչ թե միայն գեղեցիկ արտահայտություններ լսել, կյանքի մասին կամ մեր մեծերի մասին, բայց ես կարողանում եմ այդ հայրենիքում ապրել լավ, ապրել բարեկեցիկ կյանքով, ապրել լիակատար ինքնաարտահայտման հնարավորություններով, չէ՞։ Որ մի կառավարություն ունես 35 տարում մտածել քո հասարակության, քո ժողովրդի, քո գյուղացու մասին, ոչ մեկ։ 88 թվից սկսած ամբողջ երկիրը քայքայվեց եւ թալանվեց։ 88 թվից սկսած։ Խնդիրները փորձենք նաև մեր մշակութային այս կամ հակամշակութային իրականության մեջ որոնենք։ Այ դուք եղել եք, ես զրույցից առաջ էլ ձեզ այդ հարցը ձեզ ուղղեցի եւ դուք ընդունեցիք հպարտորեն խորհրդային, այսպես ասած, դպրոցի արվեստագետ, արտիստ, մտավորական։ Անցել եք խորհրդային դպրոցի, խորհրդային եւ իմ կարծիքով հպարտ եք դրանով։ Ինչով էր տարբերում, այդ դուք հիմա ապրում եք արդեն հետ խորհրդային իրականության մեջ։ Տեսեք, ուրեմն կապ չունի ինչ հասարակարգ է, ինչ կուսակցություն է, կարևորը օրինակի համար այդ տարիներին։ Ինչն է լավը իմ համար եղել։ Դա կրթական համակարգն էր։ Ես կոմունիստական կուսակցության կրթական եւ առողջության համակարգը վերցնում եմ կոմունիստներից։ Բիզնեսն ու առևտուրը վերցնում եմ Ամերիկայից, օրինակ եմ բերում։ Այնտեղ սպորտն ու բանը, չգիտեմ, վերցնում եմ Չինաստանից, օրինակ եմ էլի բերում։ Այո։ Ես այսօրվա օրը մենակ փրկությունը տեսնում եմ չինական մոդելի մեջ։ Չինական մոդելը ինքը շատ խելացի մոդել է։ Վերադարձ սոցիալիզմի չինական մոդելի։ Այո, վերադարձ պետքա հողը տալ գյուղացուն, վերադառնալ սոցիալիզմի, պետքա էլ եմ ասում, ինչի բան չկա, բայց կուսակցությունների մեջ վատ բաներ չկան։ Բոլոր կուսակցությունները համ լավն ունեն, համ վատն ունեն։ Բոլոր կառավարիչներն էլ համ լավն են եղել, համ վատն են եղել։ Այնպես չի որ 100% են եղել։ Դրա համար պետքա Շեքսպիրը կասեր լավ ծաղկակաղ անել։ Շեքսպիրի բոլոր գործերը Աստվածաշնչից լավ ծաղկակաղ արած են։ Այդ տեսակ ծաղկակաղ պետքա անես աշխարհից, որպեսզի կարողանաս առողջ հասարակություն ունենալ։ Այո, այսինքն միքս անես, ծաղկակաղ անես։ Այո, իհարկե, ես քեզանից Պողոսից, Պետրոսից վերցնեմ ամենալավը, այն ինչ որ ես սովետական կարգերի ժամանակ իմ ուսումն առողջական խնդիրները շատ բարձր ու անմիջար են եղել։ Ես համարյա ոսկե դար եմ ապրել։ Մի հատ գործարան կա ստեղծած։ Հələ հիշեք ինչքան գործարաններ կար։ Հասարակությունը զբաղված էր իր աշխատանքով, բոլորը գործարաններում աշխատում էին, բոլորը աշխատաբարձ էին ստանում, տարին 1-2 անգամ գնում էին հանգստանալու։ Առանձին տարբեր զանազան բաներ գոյություն ուներ, ուղեգրեր գոյություն ուներ, առողջարան, то չգիտեմ ինչ։ Հիմա ով է մտածում։ Հիմա ընդհակառակը։ Տեսավ ժողովուրդ հնգացած ցեխի մեջ մի հատ էլ քացով տալիս է, ավելի սուզվի։
Բայց չիմանալով որ այդ ժողովուրդը որ սուզես վաղը ում ես դու բան անելու։ Բայց էլի ձեր դաժան եզրակացությանը չեկանք, որ եթե ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդն է մի քիչ կոպիտ ասեմ, գուցե ինքն է ուզեցել ընկնել այդ ցեղի մեջ։ Եթե չուզենար չէր ընկնի։ Եթե չուզենար չէր ընկնել։ Տեր քնդրող ժողովուրդը միշտ էլ մնում է ծառա։ Կամ էլ խաբել են ժողովրդին, հա։ Աջան։ Կամ էլ խաբել են ժողովրդին, պարոն Ալեքսյան։ Կամ մոլորեցրել են, գուցե այնպես ոնց որ ասում են, նորություն չասեցի։ նարկոզ են տվել, հա։ Խաբելը դա առաջնահերթ է։ Այս 88 թվից մինչև հիմա խաբելը դա առաջնահերթ է։ Եկեք նաև փորձենք գուցե ձեզ այդ միասին լուսավոր էջերն էլ տեսնել։ Իթիվս նեգատիվ էջերի։ Այսօրվանը պետք է կառուցենք, որպեսզի կարողանանք գնանք այն անցյալը։ Մենք այսօր պետք է կառուցենք այդ կամուրջները։ Ուրեմն նաև որպես հոգևորի մշակ եկեք նաև ձեզ հետ գուցե արդեն դուք եկաք այդ եզրակացությանը, որ երևի թե հենց խնդիրը եղել է եղել, որ մենք մեր մշակույթը, այո, մեր կրթությունը կորցրեցինք, տապալեցինք, հա, չկարողացանք պահել այն բարձր այն նշաձողը, որ կար խորհրդային տարիներին, եւ դրա հետևանքով ունեցանք այս հոգևոր բարոյական արժեքների այս անկումը, դեգրադացիան, հա։ Նանու ջան, ոչ մենակ հոգևորը չկարողացանք պահել, մենք չկարողացանք ելի եմ գրկնում հոգևորը, գործարանները, տնտեսությունը, գյուղատնտեսությունը, ոնց կարող է ամեն անգամ գնալ չոքել մեկի դուռ ասել ընդունիր խաղոս, ընդունիր բանը, լոլիկս ընդունիր, վարունգ ընդունիր, չգիտեմ ինչ, կանաչին եւ այլ։ Այնիշ դա պետք է լիներ պետության պարտականություն, չէ՞։ Կաթը ես 120-130 դրամով են իզնից առնում, դրած բայց 1000 օրինակ եմ ասում 1500 դրամով ծախում են։ Օրինակ եմ ասում։ Կարող է 200 դրամ արի, չգիտեմ։ Դու հասկանում եք ինչ եղավ, ինչ կատարվավ։ Այսինքն վերցրեցին, կործանեցին, հիմնովին կործանեցին այդ ամեն ինչը, բայց կործանելուց հետո պետք է կարողանաս այդ խորհրդային միության հիմնի մեջ էր այդ բանը ասում, չէ՞։ Որ մենք միջև հիմքերը կկործանենք։ Եթե միջև հիմքը կործանում ես, հա, նոր հետո կերտում են այդ մարդը։ Կերտեք նոր աշխարհը, բայց չի կարելի 35 տարվա մեջ մենակ ջարդել, փշրել ու ոչ մի բան չստեղծել։ Լավ, մենակ ասֆալտով ու մի քանի դպրոցով ու ունկնդիրներին ա վերաբերում ես ասելիքս, ասույթս։ Եթե դու իմ մասին վատ կոմենտ ես գրում, ունկնդիր։ Ուրեմն խնդրում եմ մի բախկվի այդ անվանը տակ։ Դու եթե այդ տեսակ վստահ ես, եթե արած ունես այս երկրի, այս ժողովրդի հասարակության համար բաց դեմքով ներկայացի, ուզում ես հանդիպենք այն ինչ հարց որ ինձ ուզում ես տաս կամ այն ինչ հայրանք որ գրում ես, միասին հանդիպենք, դու հայրանք գտուր, ես քեզ պատասխանեմ, ինչի այդ քո հայրանքը ինչի արժանի։ Թե չէ մտնում եք այդ մի բան ծածկագրի տակ, ինչեր ասես չեք գրում։ Հին հայկական ժողովրդական խոսք ասեմ իմանաք։ Ինչ որ բերանիցը դուրս գա լսվի ծոցը։ Դա շատ ցավալի բանի մասին խոսեցիք, որ չի կարելի ատելություն սերմանել, ձև ու սպիտակ դարձնել ամեն ինչ։ Եք մենք որովհետև մենք կախված ենք շատ, ել եմ ասում Հովանես Թումանյան, Կոմիտաս, Անդրանիկ, իրանք ախպեր կողմնակից են եղել Ռուսաստանի հետ միասնության։ Մի օրենքի պետք է մի օրենքի շուրջ այդ ամեն ինչը անես։ Հասունացի, ուժեղացի տնտեսապես, գիտությունով, մշակույթով, զենքով, զինամթերքով, հետո քո հարցերը կամաց դասավորի։ Ալիևը ոնց արեց։ Պարտվեց սկզբից, հետո կամաց հասունացավ։ Ու այսօր Արևելյան, Ադրբեջանն ուզում։ Դուք տեղյակ եք, որ մենք ընդհանրապես հայրենիք չունենք։ Ըստ Ալիևի իհարկե տեղյակ եմ։ Ըստ Ալիևյան թեզերի, այո, մենք հայրենիք չունենք եւ այս իրանց պապական հողի վրա ենք մենք ապրում։ Հələ բարձ չի թե 150 միլիարդը մենք ոնց ենք տալու, այդ ով է տալու, ոնց է տալու։ Չնայած ես ունեմ բանաձևը։ Ձև ունեք։ Ունեմ իհարկե այդ 150 միլիարդի բանաձևն ունեմ, Սյունիքը տալիս ենք պարկերը, ջնջում, փակվում է։ Սարսափելի բան։ Ինչի՞ սարսափելի։ Աստված մի արած է։ Նորմալ է, մեկը բան ում է պետք։ Պարոն Ալեքսանյան, շատ կարող ենք խոսել։ Գնում ենք դեպի եզրակացություն, այսօր
հետագայում կրկին հանդիպելու ակնկալիքով ամեն դեպքում շատ բան ասեցիք, շատ բաների մասին խոսեցինք ու ցավալի բաների մասին խոսեցինք, ավելի շատ կարծես թե իմ մեջ ցավը ավելի շատացավ։ Մեր ունկնդիրների համար բոլոր դեպքերում անելիքների մի քանի այսպես բանաձևեր հուշեք մեր ունկնդիրներին, ինչ պիտի արվի այսօր, որ ունենանք լավ իրականություն, լավ Հայաստան, լավ հայրենիք։ Բանը չեմ կարող հուշեմ, այդ ամեն մեկը իր բանը գաղափարն ու իր հասկացողությունն ու իր բանաձևերն ու օրենքներն ունի, բայց այս մասկի շոուի համար կարամ ասեմ, որ ես վիրավորված եմ, որ չնայած օտար երկրա զավթիչներ են, որոնք որ հայ գայի համար են պայքարում, վիրավորված եմ, որ այդ նույն խոսքը արդեն այստեղ ոչ թե բաների մասին է, կուսակցությունների մասին է, այլ մարդը մարդու վերաբերյալ, մարդու մասին է, որ եթե գնում եք ընտրությունների, քաղաքակիրթ ընտրության ես եթե գնում, բարի եղեք, ես որպես քաղաքացի ձեզանից լավ բան չսովորեցի, իրար անընդհատ հայոյում եք, իրար վրա ցեխ եք շպրտում, ամենավերջին բարերով եք իրար դիմում, ես չգիտեմ ինչ հայոյանք ասես մեկը մյուսի հասցեին տալիս եք, ես որպես հասարակություն ոչ կկրթվեմ, ոչ էլ կդաստիարակվեմ, ընդհակառակը ես էլ կդառնամ Պողոսի նման սև, Պետրոսի վրա, Սպիտակ Պետրոսի վրա ցեխ կնետեմ, կամ հակառակը, այնտեղից սևա, այս Սպիտակի վրա կնետեմ։ Դուք պատկերացնում եք, ես որպես հասարակություն ինչ պետք է սովորեմ ձեզանից, եթե դուք ամենավերջին բառերով խոսում եք իմ հետ, որպես քաղաքական օպոնենտ, ու ես որպես հասարակություն կամ շատ ցավալի բան մատնանշեցիք ինտերնետում, էլի, չէ, այդ հայհոյախառն այդ մեկնաբանությունների թեման, եթե դու քաղաքակիրթ ձևով եք մոտենում այդ ամեն ինչին, դու իրավունք չունես, դու ներկայացնում ես երկրի գահի համար եք դուք գնում ընտրությունների, ես էլ եմ գնում որպես հասարակություն, որպես մարդ, ինչ պետք է սովորեմ քեզանից, ես պետք է սովորեմ գեղեցիկ բառեր լսել, գեղեցիկ ծրագրեր, իրագործելի ծրագրեր լսեմ, բայց ոչ թե այդ շատ դա անհարգալից վերաբերմունք է հասարակության ժողովրդի մարդու հանդեպ, ամենայնպես մարդու հանդեպ շատ անարգալից վերաբերվում։ Այստեղ չեմ կարող ձեզ հետ համաձայն չլինել, համաձայնում։ Աստվածտա այս հայհոյանքի ատելության փոխադարձ ծայրահեղ այդ մերժման մթնոլորտը իրականում փոխվի եւ նաեւ հասկացա, եթե սխալ եմ ինձ ուղղեք, որ այս ամենը, այս նախընտրական եւ ընտրական այս գործընթացները ամեն դեպքում սրան լուրջ ու խորքային իմաստով չեք նայում, համարելով կրկես չեք հավատում։ Պետք է ուղղակի աչալուրջ լինել հաջորդ ընտրություններին։ Ես արդեն նախորդ սրանից մի երկու շաբաթ առաջ էի գրել հայ ժողովուրդը էլի պարտվեց, որովհետև իրոք հայ ժողովուրդը պարտվեց, որովհետև չկա ազգային գաղափարախոսություն, ազգային ուժ չկա մեջտեղը։ Նայում ես, սա հներն են ու բանը նորերը։ Նորերը հներ են, հները նորեր են։ Տենց այդպես է։ Ուշադիր նայեք, էլի մի հատ ուշադիր նայեք պալիտրային։ Ովքեր են մտած պայքարի մեջ, ովքեր էին կառավարություն, մտան պայքարի մեջ հեղափոխության, հետո հակառակը, ովքեր էին հեղափոխություն, մտան պայքարի մեջ։ Նույն մարդիկ, նույն բանը կրկնվում է։ Ոչ մի նոր բան չկա։ Ինչ, նոր բանը ուժեղ Հայաստանն է, ոչ։ Նույն բանն էլ ուժեղ Հայաստանն է։ Այսպես կոչված ուժեղ Հայաստան, դա ուժեղ Հայաստան չի։ Չկա։ Երեմ կրկնում, երբ որ նայում ես այդ ամեն ինչին, այդ պալիտրային, տեսնում ես նույն գույներն են։ Այստեղ կանաչա, այստեղ դեղինա, այստեղ չգիտեմ ինչ գույնա։ Այստեղ դեղինա, այստեղ կանաչա, այստեղ չգիտեմ ինչ գույնա։ Ես ցես բերում ես այն մի ժամանակ մետրոների մոտ հիշում եք, բաներ
բաժակ էին ֆրցնում, տակը զարեր ինչ էր։ Նույն բանն է, տարբերություն չկա։ Այդ բաժակն էլ sense ֆրցնում են էլի։ Ցավալի բան եմ ասում, բայց փաստը դա է։ Երբ որ ուշադիր նայում ես, տեսնում ես նույն մարդիկ գրվում են աթոռի համար։ Իրար դեմ են դուրս եկել։ Թե ինչ հասարակություն, ինչ ժողովուրդ, ինչ ազգ, ինչ քաղաքակրթություն, ինչ արժեքներ, ինչի մասին ես խոսում, ցավդ տանեմ։ Հայերը ժամանակին կարծեմ առաքյալներն էին երգում։ Աստված վաղուց է մահացել, փողն է նստել Աստուգային։ Հայերը տենց երգուն էին։ Կարծեմ առաքյալներ էին երգում։ Ինչքան գիտեմ ով է, Զախարոտներ երգում, ով էր երգում, չեմ հիշում ով էր երգում, բայց առաքյալներն էին այդ ժամանակ։ Աստվածը որ Աստված մեզ չլքի։ Եվ ամեն դեպքում դուրս գանք ինչ որ մի լուսավոր հանգրվան։ Ձեր տեսակետները, ձեր մտահոգությունները, գիտություն ընդունելով հավատանք, որ ես էլ եմ հավատում, որ դուք ամեն դեպքում լավատես եք։ Ներողություն, ես լավատես եմ, երբ որ ես լսում եմ Տիրոջ խորհուրդներն ու ձայնը։ Այդ ժամանակ շատ լավատես եմ ու այդ լավատեսությամբ եմ ես ապրում։ Իսկ լավատեսությամբ չի կարող լինել այս ամեն ինչը, որովհետև դու օրինակ եմ բերում, դու քո գործը թողում ես Տիրոջ հույսին։ Այն Պողոսը իր գործը թողում է Տիրոջ հույսին։ Բայց Տերը քեզ ասել է, չէ, ես որ քեզ ստեղծեցի իմ կերպարանքով եւ տվեցի աստվածային բանականություն, ոչ նրա համար, որպիսի անպետք բորբոսնի քո մեջ։ Ինչ բան է մարդը, եթե նրա փափագը ուտել եւ քնել լինի, անասուն միայն, ոչինչ ավելի։ Պարոն Ալեքսանյան, այսօրվա կինոարվեստի մեր վիճակի մասին կուզեմ, որտեվ հիմա դուք հանգամանքների բերումով ավելի շատ բնականաբար կինոյում եք նկարահանվում։ Կինոյում, սերիալներում ավելի շատ եւ նաեւ մեր թատերարվեստի մասին խոսենք, այսինքն ինչն է պակասել ի տարբերություն, որովհետեւ դուք խորին հարգանք ունեք խորհրդային ժամանակների լավ մշակութային ավանդույթների, ստեղծածի հանդեպ, ամեն ինչի հանդեպ, ինչը կար այն ժամանակ, որ պակասել է այսօր եւ ինչ պիտի անենք, որ նորից վերագտնենք այն, ինչ որ պակասել է մեր իրականության առումով, ասեմ, շատ ուրախ եմ, որ թատրոնի առումով, որ երիտասարդները տարբեր թատրոններ են բացում ու տարբեր ներկայացումներ են խաղում։ Շատ լավ է դա։ Ես ուրախանում եմ դրանով։ Այնքան նոր թատրոններ կան բացված, երիտասարդներ, ինչ ասես խաղում են։ Ինչ ասես սկսած դասական ողբերգություններից, կոմեդիաներից, սատիրաներից վերջացրած ժամանակակից դրամաներով եւ կոմեդիաներով։ Թատրոնի մասին, որ ասենք մի փոքր կորցրել է իմ վարպետս Լուսահոգի Արմեն Ջիգարխանյանն ասում էր հիշի թատրոնը միշտ այն ինչ որ մենք հիմի անում ենք բեմի վրա, այսինքն մարդկային փոխհարաբերությունների մասին է թատրոնը։ Հիմի այդ դասական կլասիկ թատրոնը շատ քիչ է մնացել, այնպես որ ասենք նորից վերադառնալու են։ Բոլորը ասենք փորձարարական թատրոններ են, փորձարարական ներկայացումներ են անում, հետո վերջում գալու են հասնեն այդ դասական բանին, մոդելին։ Կինոն էլ այս տեսակ ասեմ դες, կինոն եւ գուցե նաեւ միացնենք դրան հեռուստատեսության այսօրվա վիճակը։ Որտեւ նաեւ տեսք շատերն են խոսում, էլի նույն հարցը ձեզ ուղեմ, այս սերիալների մասին, դե ժամանակի սերիալները, ես ասեմ, սերիալներն ամենադժվար բանն է։ Սերիալի դերասանի գործը շատ դժվար է։ Եթե սերիալը նկարվում 8 ամիս, մի տարի, օրինակի համար, այդ դերասանը պետք է կարողանա այդ կերպարը պահել մինչև վերջ, որպեսզի հանդիսատեսը չհասկացա, երեք խաղում էր Պողոս, այսօր խաղում ես Մարտիրոս։ Այսինքն ինքը պետք է կարողանա այդ 8 ամիս, այդ մի տարին պահի։ Սերիալի գործը դժվար է, սերիալը առանձնացրեցինք։ Իսկ ֆիլմը գիտեք ոնց է ստացվում, էլի։ Մարդիկ ֆիլմը արտադրությունը հիմնված է կոմերցիայի վրա, աշխատում են կոմերցիայի վրա ֆիլմերը, շատ բացառիկ ֆիլմեր կան, որ ասենք դրանք կարելի է ընդգրկել հայկական մշակույթի որպես ֆիլմ արտադրություն։ Միգուցե դա է մեր տունը քանդում։
Այդ մշակույթի տունը քանդում է մթնոլորտի մթնոլորտը գիտեք նաև ինչն է քանդում, երբ որ միշտ ասում են, չէ, ասում են քերի ծանոթ բարեկամ բան, խնամի բան։ Ցավոք սրտի այսօր դա էլ է աշխատում։ Հետո աշխատում են շատ բան աշխատում է այդ չկամացողությունն ու նախանձնակի աշխատում։ Օրինակի համար կարող է պատահի, ասենք, դու որպես դերակատար Պողոսյան Պետրոսի, որը որ ոչ ընդունվել է ժողովրդի կողմից, ոչ սիրվել է ժողովրդի կողմից, ոչ քաղաքականության կողմից է ընդունվել։ Մի խոսքով ֆիլմը չի ընդունվել, այնպես ու այդ անձնավորությունն էլ չի ընդունվել։ Ու հետո քեզ ներկայացնում են մրցանակաբաշխության, որպես լավ դերակատար։ Ու այդ մրցանակաբաշխության կողքին ներկայացնում են դերակատարների, ովքեր որ ժամանակի ընթացքում խաղացել են այնպիսի դերեր, որ դրանք հասարակությունը ընդունել ու գնահատել է շատ բարձր, ու մինչև այսօր խոսվում է դրա մասին։ Այդ տեսակ ստորությունների լա կատարվում։ Դա ձեռագիր է, երիտթուրքական ձեռագիր արդեն, վերացնել մշակույթը, բրթել ինչ-որ մեկին առաջ, որպեսզի ասեն սա ավելի լավն էր, քան սա, բայց ժողովուրդը Եվ Ավետիք Իսահակյանը շատ լավ խոսք ունի, այդ խոսքով էլ վերջացնենք։ Ասում է, եւ ժամանակի ձեռքը անտարբեր կսրբե կավլե բիղծ հետքերը ձեր։ Կարծում եմ շատ լավատեսական ավարտ ստեղծեցիք եւ այո, այս լավատեսական հավատով էլ ձեզ հետ միասին կրկին հանդիպելու ակնկալիքով թույլ տվեք այսօր ավարտել, ձեզ հայտնել մեր խորին շնորհակալությունը։ Պարոն Ալեքսանյան, կարևորը լավ եղեք, առողջ եղեք եւ ձեր այս լավատեսությամբ փորձենք նայել ապագային։ Ես էլ եմ մաղթում ձեզ միշտ կապույտ երկկանած ճանապարհ, մեր ունկնդիրների նույնպես մաղթում եմ սեր, առողջություն, երջանկություն։ Սիրեք իրար, բան չեք տանելու այս աշխարհից։ Սիրեք եւ ձեր անունը ոսկե տառերով թողեք պատմության մեջ։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան։ Ժամանակի ձայնը հերինակային հաղորդաշարի տաղավարում այսօր թատրոնի եւ կինոյի սիրված արտիստ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանն էր։ Կրկին դիմեմ մեր այն ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր Armix News YouTube-յան ալիքին, խնդրելով նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Շնորհակալություն, այսօր այսքանը, կհանդիպենք։